Ինչպես վերցնել փոքրիկին։ Փոքրիկին վերցնում ենք կողքից։ Սա կբացառի վնասելու հավանականությունը։ Շրջեք երեխային կողքի վրա, գլորելով ձեր ձեռքի վրա։ Սպասեք, որ փոքրիկը միանա գործընթացին և միայն դրանից հետո դանդաղ վերցրեք ձեզ մոտ։ Խորհուրդ եմ տալիս փոքրիկին մակերեսի վրա դնել նույնպես կողքից։ Կարևոր է փոխեք այն կողմը, որից բարձրացնում եք փոքրիկին։ Եթե փոքրիկի մոտ դեռ պահպանվել է հիպերտոնուսը, ձեզ կօգնի երեխային կրելու հրաշալի դիրքը՝ Բուդդա։ Այս դիրքում մենք փոքրիկին մեջքով սեղմում ենք մեզ, իսկ ոտքերը բարձրացնում դեպի փորիկը։ Ի դեպ, այս դիրքը նպաստում է գազերի դուրսբերմանը։ Հիշում ենք անվտանգության մասին։ Նույնիսկ ամենափոքր երեխաներին մի թողեք միայնակ դիվանի, մահճակալի կամ տակտիրը փոխելու սեղանի վրա։ Ցանկացած տարիքի երեխան կարող է ընկնել։ Երբ երեխային պահում եք ձեռքերում, փորձեք չզբաղվել այլ գործերով, մի տեղափոխեք ծանր իրեր, մի պահեք տաք ըմպելիքներով բաժակներ։ Սա ամենը կարող է վտանգավոր լինել փոքրիկի համար։